Ես ծնվել եմ 1979 թվականի հունվարի 21-ին Երևան քաղաքում ծառայողի ընտանիքում։ 96 թվականին ավարտել եմ միջնակարգ դպրոցը, այնուհետև 97 եւ 99 թվականներին ծառայել եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ 99 թվականից զորացրվելուց հետո անմիջապես աշխատանքի եմ անցել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում։ 2005 թվականից ծառայությունը շարունակել եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության այն ժամանակ կենտրոնականի քննչական բաժնում որպես քննիչ եւ ավագ քննիչ, ապա 2008-2010 թվականներին ծառայությունը շարունակել եմ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում, որից հետո 2010 թվականից մինչև 2020 թվականը ներառյալ ծառայությունը կրկին շարունակել եմ ոստիկանության քննչական գլխավոր վարչության կենտրոնականի քննչական բաժնում որպես քննիչ, ավագ քննիչ, ՀԿԳ քննիչ, առաջի բաժանմունքի պետ, իսկ 14 թվականից Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ստեղծման պահից եւ այդ հանդիսացել եմ կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալը, իսկ 19-20 թվականներին Մալացիա Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալը։ 2021 թվականից մինչ օրս այնուհետև պաշտոնավարում եմ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչություն առաջի վարչությունում որպես ՀԿԳ քննիչ։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության հիմնական գործառույթները ամրագրված են քննչական կոմիտեի կանոնադրության 36-րդ կետով, որտեղ ի թիվս մի շարք գործառույթների ըստ էության գլխավոր վարչությանը վերապահվեց վերահսկողության իրականացումը Երևան քաղաքի, ինչպես նաև մարզային քննչական վարչությունների եւ ենթակա ստորաբաժանումներում նախաքննություն իրականացվող քրեական վարույթներով նախաքննության պատշաճ եւ համակողմանի ապահովման ուղղությամբ համապատասխան միջոցների ձեռնարկումը։ Մասնավորապես կարող ենք մասնավորեցնել նաև օրինակ գլխավոր վարչությունը վերահսկողություն է իրականացնում կոմիտեի նախագահի, ինչպես նաև ոլորտը համակարգող նախագահի հրամանների եւ հանձնարարականների հիման վրա ուսումնասիրում է տարածքներում քննվող քրեական կոնկրետ վարույթներ, ուսումնասիրման արդյունքում ներկայացնում է զեկույց կոմիտեի ղեկավարությանը, պայմանավորված նախաքննության արդյունավետությունը ապահովելու, ինչպես նաև ղեկավար կազմի կողմից դրա պատշաճ արդյունավետությունը ապահովելու ուղղությամբ։ Բացի այդ, գլխավոր վարչությունը քննարկում է ըստ էության ստացված բոլոր դիմումները, քաղաքացիների դիմումները, բողոքները, պետական, ինչպես նաև այլ կառույցներից ստացված բոլոր դիմումները, բողոքները, միջնորդությունները, հարկ եղած դեպքում նույն դիմումների, բողոքների եւ առաջարկությունների հիման վրա իրականացնում է նաև կոնկրետ քրեական վարույթների ուսումնասիրություն, պարզելու ենթադրյալ առերևույթ հնարավոր խախտումները, ինչպես քրեադատավարական խախտումների ենթադրյալ արկայությունը կամ բացակայությունը, այնպես էլ քննիչների կողմից կանոնագրքով նախատեսված վարքագծի հնարավոր խախտումները պարզելու, ի հայտ բերելու կամ հերքելու նկատառումներից ելնելով։ Մի շարք դեպքերում նաև քաղաքացիների բողոքների, դիմումների հիման վրա իրականացվում են բացի քրեական վարույթների ուսումնասիրությունից նաև քաղաքացիների ընդունելություն, որտեղ ըստ էության հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին առավել առարկայական ներկայացնել իրենց դժգոհությունները, եթե այդպիսիք լինում են, կամ խնդիրները, մտահոգությունները, որոնք անմիջապես քննարկվում են, պատշաճ կերպով արձագանքվում են գլխավոր վարչության աշխատակիցների կողմից եւ կատարվում են դրանից բխող համապատասխան գործողություններ։ Նաեւ կուզենամ նշել, որ նաեւ գլխավոր վարչության մշտապես ուշադրության կենտրոնում է գտնվում հասարակական հնչեղություն ունեցող, բարդություն ներկայացնող, առանձնապես ծանր հանցանքների վերաբերյալ այն մասնավորապես նաև այն դեպքերը, որոնցով քննության որոշակի փուլում հայտնի չի հանցագործությունը կատարած անձը, ինչպես նաև 1 տարուց ավել քննվող այն քրեական վարույթները, որոնցով իրականացվում է քրեական հետապնդում եւ երկարացվել է քրեական հետապնդման ժամկետը, տվյալ դեպքում ուսումնասիրության առարկա են դառնում քրեական հետապնդման ժամկետի երկարացման պատճառները, ինչպես նաև հնարավոր այլ խախտումները եւ այդ հայտնաբերելու կամ արձանագրելու նման դեպքերի արկայության դեպքում անմիջապես մեթոդական օգնություն ցուցաբերելու քրեական վարույթի ընթացքը հնարավոր ժամկետում լուծելու նկատառումներից ելնելով։ Գործնական մակարդակում կարելի է ասել, որ վերահսկողության գործընթացը ըստ էության ինքը անվերջանալի անընդհատ կրկնվող գործընթաց է։ Կուզենամ հատկապես նշել, որ յուրաքանչյուր օր վերահսկողության գլխավոր վարչության աշխատանքը սկսում է տարածքներից տեղեկատվություն ստանալու եղանակով։ Մասնավորապես յուրաքանչյուր առավոտյան տարածքները ներկայացնում են տեղեկատվություն նախորդ օրը տեղի ունեցած արձանագրված բոլոր առերևույթ հանցանքի դեպքերի վերաբերյալ ստացված հաղորդումների մասին տեղեկատվություն։ Այսինքն
տվյալ հանգամանքով պայմանավորված արդեն իսկ ամբողջ հանրապետությունում տեղի ունեցող դեպքերը հայտնվում են վերահսկողության գլխավոր վարչության տիրույթում։ Դրանից բխող անհրաժեշտության դեպքում արձագանքման տեսանկյունից, խորհրդատվության տեսանկյունից գլխավոր վարչության համապատասխան աշխատակիցները արդեն իրականացնում են իրենց գործառույթները։ Ինքը process-ը դա դինամիկ process է, ամենօրյա մշտական կապի մեջ են գտնվում աշխատակիցները ստորաբաժանման ղեկավարների հետ, տեղակալների հետ, ընդունքնիչների հետ, այսինքն նպատակը գլխավոր վարչության կուզենամ հատուկ ընդգծել ոչ թե նաև պատժողական ինչ-որ քաղաքականությունն է, այլ բացառապես հիմնական գերխնդիրը գլխավոր վարչության դա օգնությունը, օժանդակությունը եւ մեթոդական օգնությունը տարածքներին ցուցաբերել։ Գործող ներքին իրավակարգավորումների համաձայն յուրաքանչյուր ամիս, յուրաքանչյուր ստորաբաժանում հաշվետվություն է ներկայացնում նախորդ ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ, որով արտացոլվում է կոնկրետ ստորաբաժանման վարույթում նախորդ ամսվա դրությամբ արկա քրեական վարույթների քանակը, նախաձեռնած քրեական վարույթների քանակը, դատավարական իմաստով ընթացքը լուծած քրեական վարույթների քանակը։ Այդ ցուցանիշները հիմք ընդունելով ըստ էության արտացոլվում է կոնկրետ ստորաբաժանման կողմից ամսվա ընթացքում կատարված աշխատանքները, որն էլ հնարավորություն է տալիս նաև հետագայում իրականացնել որոշակի վերլուծություն։ Արձանագրվող թերություններից ու խախտումներից հիմնականում դա անգործությունն են, որը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, ինչպես նաև հանդիպում են դեպքեր որոշակի իրավիճակներում արկա են լինում քրեական վարույթի մասնավոր մասնակիցների նախաքննության տվյալ փուլին բնորոշ իրազեկվածության որոշակի տեղեկատվությունը տրամադրելու կամ չտրամադրելու կամ որոշակի օրենքով նախատեսված ժամկետից ուշ տրամադրելու վերաբերյալ դեպքեր։ Իհարկե ընդհանուր առմամբ ներկայացրեցի, բայց յուրաքանչյուր դեպքով յուրաքանչյուր նշածես անգամ հանգամանքը կարող է լինել առանցքային եւ կարեւոր կոնկրետ քրեական վարույթի համար։ Անգործություն կարող է լինել որոշակի օրերի կամ ամիսների քանակով, որը չառաջացնի ապացույցի կորուստ կամ չհանգեցնի ենթադրյալ ապացույցի հնարավոր կորստի։ Մինչդեռ հնարավոր են դեպքեր, որ անգամ 1 օր ուշացած քննչական գործողությունը հնարավոր է հանգեցրած լինի որոշակի ապացույցի կորստի։ Այսինքն սա գնահատողական կատեգորիա է եւ յուրաքանչյուր դեպքով մենք պիտի առանձին նայենք եւ ուսումնասիրենք յուրաքանչյուր դեպքով յուրաքանչյուր իրավիճակ։ Մեր գնահատմամբ քննչական կոմիտեի դիմելիությունը ինքնին արդեն իսկ վկայում է վստահության մասին։ Հակառակ դեպքում կարծում ենք, որ հասարակությունը հնարավոր է նաեւ անտեսեր կամ չօգտվեր իր այդ իրավունքից։ Սակայն դիմումների, առաջարկությունների, այդ թվում նաև բողոքների քանակը ինքնին վկայում են, որ հասարակության մոտ կա եւ գեներացված է վստահություն քննչական կոմիտեի նկատմամբ։ Հակառակ դեպքում կարծում եմ, որ չէին դիմի, որովհետեւ դիմումների եւ առաջարկությունների ես քիչ առաջ նշեցի նաև, որ մի շարք դեպքերում նաև հարկեղած դեպքում նույն դիմումի հիման վրա մենք կազմակերպում ենք նաև քաղաքացիների ընդունելություն, առավել առարկայական խնդիրը հնարավորություն ընձեռելու նպատակով բարձրաձայնելու տեսանկյունից եւ հավաստիացնում եմ ձեզ, որ դեպքերի գերակշիռ մեծամասնությունում քաղաքացիները ըստ էության բավարարված, եթե ոչ ամբողջ ծավալով, այնուամենայնիվ օրենքի շրջանակներում իրենց հարցերին հստակ պատասխաններ ստացած հեռանում են քննչական կոմիտեից։ Հետևաբար դիմելիությունը մենք գնահատում ենք քանակը գնահատում ենք որպես վստահության ցուցանիշ։ Հաշվի առնելով, որ 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտավ քրեական նոր օրենսգիրքը, դրանով պայմանավորված նաև աննախադեպ աճել են քրեական վարույթների քանակը։ Այդ հանգամանքով պայմանավորված դա ուղիղ համեմատական է նաև գլխավոր վարչության աշխատանքների ծանրաբեռնվածությանը։ Այսինքն որքան գործերը շատ, այնքան վերահսկողության գլխավոր վարչության աշխատանքը բնականաբար ավելի ծանրաբեռնվում է եւ շատանում է։ Դրանով պայմանավորված մարտահրավերները հենց պայմանավորված են դեպքերի քանակով եւ իրենց բովանդակության տեսանկյունից թեպետ չեն տարբերվում, բայց քանակը արդեն իսկ ինքնին երբեմն կարող է առաջացնել խնդիրներ, բայց գլխավոր վարչությունը պատվով կատարում է իր առջև դրված բոլոր խնդիրները, ինչպես նաև պատվով կատարում է քննչական կոմիտեի նախագահի բոլոր հանձնարարությունները։ Շահերի բախում ասելով, եթե մենք նկատի ունենք քննիչի, այսինքն քրեական վարույթի հանրային մասնակցի եւ մասնավոր մասնակցի շահերի բախման մասին է եթե խոսքը գնում,
ըստ էության շահերի բախում որպես այդպեսին լինել չի կարող։ Ինչի չի կարող լինել, քանի որ քննիչը իրականացնում է օրենքով վերապահված եւ քրեական դատավարությունով սահմանված իր գործառույթները։ Առանձին դեպքերում կարող են լինել դեպքեր, երբ վարույթի մասնավոր մասնակցի կամ լիազոր ներկայացուցիչի կողմից որոշակի իրենց պատկերացմամբ քննիչը գործի որոշակի խախտում թույլ տա կապված քրեադատավարական խախտման հետ, ինչպես նաև իրենց կարծիքով վարքագծի կանոնների խախտում։ Նման դիմում կամ բողոք ստանալու դեպքում վերահսկողության գլխավոր վարչությունը անմիջապես արձագանքում են նման դեպքերին, ուսումնասիրվում են թե քրեական վարույթը, ինչպես նաև հարկ եղած դեպքում այլ հանգամանքներ ուսումնասիրելու արդյունքում հնարավորություն է ընձեռում պարզել այս կամ այն հանգամանքը, այսինքն քննիչի կողմից ենթադրյալ խախտում թույլ տված լինելու կամ թույլ տված չլինելու հանգամանքը, ինչի արդյունքներով պայմանավորված գլխավոր վարչությունը արձագանքում է տվյալ դիմումին։ Համապատասխան դեպքի ուսումնասիրության արդյունքում, եթե առկա են լինում առերևույթ դատավարական կամ կարգապահական խախտումներ, ապա գլխավոր վարչության աշխատակիցների կողմից համապատասխան զեկուցագիր է ներկայացում քննչական կոմիտեի նախագահին նախնական ուսումնասիրություն իրականացնելու միջնորդություն ներկայացնելու կապակցությամբ, որը որ քննչական կոմիտեի նախագահի կողմից հանձնարարվում է այլ ստորաբաժանմանը հետագայում տվյալ առերևույթ խախտումը պարզելու կամ հաստատելու, հերքելու կամ հաստատելու կապակցությամբ հետագայում կայացվում է համապատասխան որոշում։ Ընթացակարգային տեսանկյունից այս process-ն անդամ, իսկ եթե անմիջապես ուսումնասիրության ընթացքում ի հայտ են գալիս այնպիսի տվյալներ, որոնք ակնհայտորեն վկայում են որևէ խախտման բացակայության մասին, ապա համապատասխան գրությամբ դիմումատուին բողոք ներկայացրած անձին պարզաբանվում եւ ներկայացվում են ինչպես բողոքի, ինչպես խախտման բացակայության հանգամանքը, միևնույն ժամանակ նաև պարզաբանվում է այնուամենայնիվ դատավարական իմաստով տվյալ գործողությունը իրենց վիճարկելու քրեադատավարական իրավունքները։ Ցանկանայի նշել, որ նախ ես ինքս 10 տարի իհարկե չեմ եղել, ես մոտ 5 տարի եմ վերահսկողական գործառույթներ իրականացնում։ Ըստ էության հիմնական տարբերությունը կուզենայի մատնանշել, այսօրվա դրությամբ մենք ունենք հստակ ամրագրված այն գործառույթները եւ այն գործառույթների շրջանակը եւ այն լիազորությունները, որով օժտված է վերահսկողության գլխավոր վարչությունը։ Դրանով պայմանավորված առավել գործողությունները իրականացվում են հստակ, թիրախային, դրանով պայմանավորված նաև բարձրանում է արդյունավետությունը եւ չի միախառնվում մեկ այլ կենտրոնական մարմնի, մեկ այլ, ասենք, որոշակի վերահսկողական գործառույթներ, այլ գործառույթներ ունեցող այլ ստորաբաժանումների հետ չեն միախառնվում մեր գործառույթները։ Մեր արժեվ դրված խնդիրները հստակ են, առարկայական, որն մենք ամենօրյա աշխատանքով փորձում ենք կատարել եւ իրականացնել, նպաստելով արդարադատության իրականացմանը եւ քաղաքացիների իրավունքների վերականգնմանը։